ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած առաջարկ Հայաստանին հարթակին ներկայացրել է սպորտի զարգացման իր մոդելը։ 2026-ից 2040 թվականների համար կազմած առաջարկների փաթեթով հնարավոր է ոչ միայն միջազգային մրցաշարերում հաջողություններ գրանցել, այլև առաջին հերթին ստեղծել զանգվածային, ներառական եւ կայուն սպորտային համակարգ։ Հայաստանում պաշտոնապես գրանցված մարզիկների թիվը մոտ 48,000 է, բնակչության շուրջ 1,5%-ը։ Սա էականորեն ցածր է զարգացած եւ նույնիսկ տարածաշրջանային մի շարք երկրների ցուցանիշներից։ Մեր մարզիկների մոտ 90%-ը տղամարդիկ են, իսկ կանանց եւ աղջիկների մասնակցությունը կազմում է մոտ 10%։ Մարզական ենթակառուցվածքների զգալի մասը մաշված է, դպրոցների մարզադահլիճների մեծ մասը չի օգտագործվում դասերից հետո, իսկ մարզերում մարզական ծրագրերի հասանելիությունը սահմանափակ է։ Մինչև 2040 թվականը Հայաստանը դարձնել զանգվածային սպորտով զարգացած, առողջ եւ մրցունակ սպորտային երկիր։ Հիմնական նպատակներն են. գրանցված մարզիկների ընդհանուր թիվը հասցնել առնվազն 250,000-ի, կանանց եւ աղջիկների մասնակցությունը կազմակերպված սպորտին հասցնել առնվազն 40%-ի, երեխաների եւ պատանիների առնվազն 60%-ին ներգրավել կանոնավոր ֆիզիկական ակտիվության։ Ռազմավարության հաջող իրականացման համար անհրաժեշտ է Հայաստանի տարածքում առնվազն 1190 գործունակ եւ հասանելի մարզահրապարակ։ Դրանցից շուրջ 670-ը պետք է տեղակայված լինեն Երևանում, իսկ 520-ը մարզերում։ Հայաստանի սպորտային քաղաքականության շրջանակում որոշ մարզաձևեր ընտրվում են որպես ռազմավարական։ Թիմային մարզաձևերը զանգվածային սպորտի հիմքն են։ Դրանք նպաստում են թիմային մտածողության, սոցիալական ինտեգրման եւ երիտասարդության զբաղվածության ապահովմանը։ Մարտական մարզաձևերն ունեն ռազմավարական նշանակություն ազգային անվտանգության տեսանկյունից։ Ծանրամարտը եւ ատլետիկան ուժի եւ արագության մարզաձևեր են, որոնք Հայաստանի համար ավանդաբար ապահովում են միջազգային մրցակցություն։ Մարմնամարզությունն ու լողը մյուս բոլոր մարզաձևերի հիմքն են եւ պետք է հասանելի լինեն յուրաքանչյուր երեխայի վաղ տարիքից։ Կրակային սպորտը եւ թենիսը զարգացնում են կենտրոնացում, ճշգրտություն եւ նյարդային կայունություն, իսկ դահուկային սպորտը մարզային զարգացման եւ տուրիզմի ռազմավարական գործիք է։ Սույն ռազմավարության իրականացումը թույլ կտա մինչև 2040 թվականը ձևավորել առողջ, ակտիվ եւ մրցունակ հասարակություն։ 250,000 մարզիկ եւ կանանց առնվազն 40% մասնակցություն ունենալը Հայաստանի համար ոչ թե հավակնոտ նպատակ է, այլ ազգային անվտանգության եւ կայուն զարգացման նվազագույն պահանջ։ Ռազմավարությունը նախատեսում է 2026-ից 2035 թվականներին բոլոր համայնքներում նոր շենքերի կառուցում կամ գործող շենքերի վերափոխում մարզական նպատակներով։ Այս գործընթացը պետք է իրականացվի պետություն, համայնք, մասնավոր հատված գործակցության շրջանակում, օգտագործելով համաֆինանսավորման եւ երկարաժամկետ վարձակալության մոդել։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն,